Հանկագիներս ինչ եմ ուզում ասեմ, մենք բոլորս էլ մեծանում ենք, երիտասարդ էինք, էլ երիտասարդ չենք մնում, մեծանում ենք, արդեն 50 աշկով անում, օրինակ ինձ էլի։ Հա։ Մի խոսքով սիրելիներ, մենք պետք է լավ երիտասարդներ ունենանք։ Ասեմ թանկագիներս մի զորավոր վերապրում կա։ Ես ասեմ դրանից մեծ հարստություն չկա, երբ որ տենում ես պատանիները 10 տարեկան, 12, 8 տարեկան, 9 տարեկան երեխեն տիրոջ ներկայությունից ծնկի ա եկել լացում։ Իմ համար սրանից մեծ հարստություն ու սրանից մեծ հրաշք, նորից եմ կրկնում, սրանից մեծ հարստություն ու սրանից մեծ հրաշք չկա։ Ես հայերեն ասեցի չէ։ Հիմա փառք Տիրոջը։ Ուզում եմ այդ ռելսը դնեք, եթե մեծ ստացվում է, չէ՞ տնել, ահա։ Ահա։ Շատ օրհնյալ հրաշալի օրեր ունեցան ժողովուրդ ջան։ Փառք Հիսուսին։ Գիտեք, ժողովուրդ ջան, երբ որ օրինակ ինչի համար եմ ասում հայերեն ասեցի թե չէ, մի շատ կարևոր բան ասեցի, չարձագանքեցիք, դրա համար եմ ասում հայերեն է։ Սիրելիներ, արձագանքել է պետք, ամեն մենակ ես չեմ քարոզում, դուք էլ ձեր ծափերով ամեններով եք քարոզում, լավ։ Հիմա թանկագինես, այսօր մի շատ կարևոր թեմայի շուրջ եմ ուզում խոսանք, չափազանց կարևոր։ Ես այս ձև եմ վերնագրել այս թեման հոգևոր խորթություն։ Խորթ իմացաք չէ՞ ինչի մասին է խոսքը։ Քավառալ իզով ասեմ խորթ։ Խորթ։ Հոգևոր խորթություն։ Գիտեք, թանկագիններս, որ շատ քրիստոնյաներ խորթ են։ Աստծո համար խորթ են։ Նախ ինչ է նշանակում խորթ, երևի մտածում եմ շատերս հասկացանք ինչ է խորթ, երբ որ չգիտեմ, խորթ մամայի ալնում, խորթ պապայի ալնում, խորթ երեխայի ալնում եւ այլն։ Խորթություն։ Խորթությունը ինչ է կարծում, լավ բան է, թե լավ բան չէ։ Խորթությունը վատ բան է, լավ բան չէ, այնտեղ լավ բան չկա։ Ամեն։ Հիմա թանկագիններս Սատանան ամեն ինչ անում է, ժողովուրդ ջան, որպեսզի մենք Աստծո համար խորթ լինենք։ Խորթ, օտար։ Օտարի նման մի բան։ Անտարբեր, ես չգիտեմ, մի հատեղ խորթությանը հոմանիշ նայեցի, ապօրինի էր գրված։ Ես չգիտեմ, այդ բառի հետ մենք կհամաձայնվենք թե չէ, բայց ընդ այդ ձև էր գրված։ Հիմա թանկագները սատանայի նպատակը գիտեք որն է։
կառավարել կամ հնազանդեցնել պատանիներին, երիտասարդներին եւ բոլորին։ Մանավանդ պատանիներին ու երիտասարդներին կառավարել, ենթարկացնել։ Սատանայի ամբողջ նպատակը դա է։ Էլ ինչ նպատակ ունի սատանան, քանդել կապը կամ ընկերությունը հայրների, որդիների, մեծահասակների եւ երիտասարդների միջեւ։ Գիտեք, եթե մի բան ասեմ, եթե սատանային հաջողվա կտրի կապը մեծերի ու երիտասարդների կապը կտրի, ինքը երիտասարդներին կգողանա, որովհետեւ երիտասարդները մնալու են առանց խրատի։ Գիտեք, Աստվածաշունչը ինչքան է խոսում խրատի մասին, հանդիմանության մասին, սաստելու մասին, շատ, մենք այսօր դրա մասին ենք խոսալու։ Եթե սիրելի քրիստոնյա կլինես երիտասարդ, պատանի, մեծահասակ, եթե դու չես ընդունում Տիրոջ խրատը, դու խորթ ես Տիրոջ համար։ Ամեն։ Օրինակ հետաքրքիր մի բան ասեմ։ Ինչ եք կարծում, Աստված դեմ է հարստությանը։ Ոչ, բայց մի հատ հետաքրքիր բան ասեմ։ Աստված դեմ չէ, որ դու հարուստ ունես ու շատ հարուստ ես, բայց գիտեք հարցի ինչու՞ն է, եթե դու շատ գումար ունեցար, քո մեղք գործելու, գայթակղվելու հավանականությունը շատ է շատանում։ Ռիսկը մեղք գործելու այնքան է շատանում։ Դրա համար ես տղերքին գիտեք ինչ եմ ասում։ Ասում եմ, ես մի բան եմ ուզում, ավելի լավ է մենք սովորական ապրենք, քան թե մեղքի ռիսկայնության մեջ։ Հետաքրքիր մի բան ասեմ։ Հոբից հարուստ մարդ չի ելա երկրի վրա։ Գիտեք ինքը ինչ էր ասում, երբ որ իր երեխեք նետում են խնջույքի, ինքը վախենում էր, որ հանկարծ չլինի դե բադ բաներ կատարվի։ Որտեվ շատ փողը մարդուն հունից հանում է, չգիտեմ, հպարտացնում է, աչքերը արդեն սկսում է սխալ տեղեր նայել։ Ստե թանկագիններ։ Դրա համար առակած գրքի մեջ ասում է Տեր Աստված ինձ սովորական հացով կերակրիչ։ Սովորական, նորմալ։ Մեքենաս թո նորմալ լինի, տներս թո նորմալ լինի, կահույքս թո նորմալ լինի, նորմալ, նորմալի մեջ։ Դու ես որ որոշելու ես չափ դնես։ Աստված չափ չի դնի։ Դու պետք է որոշես, մի հատ չափ դնես, всё։ Այսքան գնանոց ավտուն չեմ ասնելու վերջ։ Հավելում եմ կտամ ավետարանչությանը։ Եթե հարստանում ես, թող քո գումարը մարդ փրկի, որոնք եթում են հավիտենական դժոխք։ Լավ։ Հիմա թանկագիններս։ Ուզում եմ բացենք Ղուկաս ավետարան 1:17 խոսքը։ Մենք ինչ նայեցինք, սիրելիներ, որ սատանան ամեն ինչ անելի է, որպեսզի կապը կտրի հայրերի եւ որդիների։ Ես շատ ընտանիքների հետ եմ շփվել, ժողովուրդ ջան, ու գիտեք ինչ եմ նկատել։ Ասեմ, որ հայրը, հերն ու տղեն ընկերություն չգիտեն անել։ Ու այսօր էդի մեծ խնդիր է։ Այսինքն սատանան հորից գողանում է իր որդուն։ Փողոցը, աշխարհը գողանում է հորից իր որդուն։ Եթե թանկագիններս նայեք, եթե կապը սատանան կտրեց, որդիների կապը հորերից, ինքը գողանալու է։ Այստեղ եք, ես ճիշտ ասում եմ, մեկ ամեն ասեք։ Հիմա թանկագիններս, նայեք ինչ է ստե գրված, ինչ է ասում Աստվածաշունչը։ Ասում է ինքն նրա արջևից պիտի գա Եղիայի հոգով եւ զորությունով Հովանես Մկրտչի մասին է հայրերի սրտերը որդիների վրա դարձնելով։ Տիրոջ հոգին գիտեք ինչ է անում։ Հայրերի սրտերը դարձնում է որդիներին։ Նայեք թանկագիններս, հայրերի սրտերը ինչից է նեղվում։
Երբ որ որդիները անհնազանդ են լինում հայրերին, հայրերի սրտերը կոտրվում է։ Ամեն։ Երբ որ տղերքը անհնազանդ են լինում հայրերին, հայրերի սրտերը կոտրվում է, ու իրեն գիտեք ինչ էլ մեծ կապը ինչ է լինում, կտրվում է։ Սամվելնից բարձր էր, չէ՞ քարոզում։ Հիմա թանկագիններս նայեք, Աստված գիտեք ինչ է ուզում անի, կպցնի այդ կոտրվածը։ Ամեն։ Շարունակության մեջ լսեք ինչ ասում։ Հայերի սրտերը որդիների վրա դարձնելու եւ անհնազանդները արդարների իմաստությանը, որպեսզի Տիրոջ բարեկարգ ժողովուրդ պատրաստի։ Հիմա թանկագներս, ասեք բարեկարգ։ Ինչ է նշանակում բարեկարգ։ Բարի եւ կարգապահ։ Ես ձեւ եմ հասկանում։ Այդ իմ բացատրությունն է։ Բարեկարգ ժողովուրդը Աստված ուզում, այսինքն որպեսզի հայր եւ որդի փոխհարաբերությունը ընտանիքում, ընտանիքը նորմալ ընտանիք լինի։ Սատանայի հարձակումը թանկագինս ընտանիքի վրա է, իմացեք։ Գիտեք ինչի համար չի շեշտում մայր եւ աղջիկ, շեշտում է հայր եւ որդի, որովհետեւ տղամարդուն է տրված իշխանությունը։ Դրա համար սատանան հարձակվում է ժառանգորդի, հոր եւ ժառանգորդի վրա։ Եթե, տեսեք, հոր եւ որդու վրա, դրա համար թանկագիններս Աստված ուզում է, որ դա կարգավորվի։ Ամեն, որպեսզի դա կարգավորվի, գիտեք ինչա պետք, խրատը ընդունող սիրտ ունենա։ Խրատը ընդունող սիրտ։ Հիմա մի հատ շատ մեծ ճակատագրական ես հիմա հարց եմ ուղղում եւ պատանիներին, եւ երիտասարդներին, մեծերին այդքան չէ։ Կա մարդ, կարաս չպատասխանես իմ հարցին, որ որոշել է հրաժարվի խրատից։ Հա, երիտասարդներ։ Չկա։ Չեմ ասում պատասխանեք։ Եթե թանկագինս դու հրաժարվում ես խրատից, Տիրոջ խրատից, դու խորթ ես։ Տիրոջ համար դու խորթ ես։ Ամեն։ Հիմա եկեք բացենք Եբրայեցիս 12:5-ը։ 12:5-ից կկարդանք։ Այսօր այս խոսքը լինելու է մեր թեմայի հիմքը։ Հինգերորդ խոսքից կարդանք։ Բացեցիք գրվածը։ Տեսեք ինչ ասում։ Իմ թարգմանությունով ես կկարդամ, ասում եմ մոռացաք այն հորդորը, որ ձեզ հետ կխոսի որպես թե որդիների։ Որդյակ իմ, Տիրոջ խրատը մի անարգիր։ Այսինքն թանկագիններս կան սերունդ, կա երիտասարդություն, որ անարգում է ծնողական խրատը։ Կա թե չկա։ Անգամ հավատացյալների մեջ կա, որ ծնողի խրատը չհարգում, չընդունում։ Սա արդեն, ասեմ թանկագինը, սատանան արդեն գրավել է այդ երիտասարդին։ Նայեք, շարունակության մեջ ասում է. Տիրոջ խրատը մի անարգիր եւ նրանից հանդիմանվելով մի թուլացիր։ Կա խրատ եւ կա հանդիմանություն։ Խրատը ուրիշ բան է, հանդիմանությունը ուրիշ բան է։
Հանդիմանությունը գիտես որն է, որ մի անգամ ասում ես չի ուղղվում, երկրորդ անգամ ասում ես չի ուղղվում, երրորդ անգամ արդեն շկաֆից քստիկ ես վերցնում։ Տարբերակ չկա։ Գիտեք Աստվածաշնչում ասում է գավազանը մի խնայի։ Գավազանը դա իշխանություն է։ Ամեն թանկագիներս։ Հիմա շարունակությունը ասում է նրանից հանդիմանվելով մի թուլացիր։ Ասեք ես չեմ թուլանա։ Որտեվ գիտեք թուլանալը որ մեկն է, որ ասում են լավ էլի, հերիք է էլի, բոլա ասես։ Իսկ էլի որ երիտասարդները, այսինքն ինքը ականջը փակում, դա ասում են, ինքը չի կատարում, խրատը չի ընդունում։ Այդ ասում է լավ էլի, բոլա ասես։ Այսինքն ինքը չի համբերում։ Շարունակությունը լսեք։ 6-րդ խոսքը։ Փոխեք 6-րդ խոսքը, երեխեք ջան։ Քանի որ Տերը իր սիրածին խրատում է։ Եթե դու մի բան ասեմ, լսեք, ստե ծնողներ կան, եթե դու քո երեխուն սիրում ես, ամբողջ սրտով, դու չես կարա իրա սխալը։ Չտենալու տաս կամ ասես, դե լավ վարա։ Որտեվ դու գիտես, եթե մեկ անգամ ինքը այդ սխալարավ չուղղավ, ինքը երկրորդ այդ մեծ սխալին մի հատ էլ ավելացնելու։ Ինքը ավելի է շատացնելու այդ ապրելավոճը։ Ամեն ժողովուրդ ջան։ Հիմա ասում է Տերը իր սիրածին է խրատում, շարունակություն կա սրան, եւ ասում է ծեծում է ամեն մեկ որդի, ում որ ընդունում է։ Մենք մի հատ այտենց երգ ունենք, երևի լսացած կլինեք, չէ՞։ Ով մայրա կանցեցի չիլացել նա որփե մեծ գիտեք Աստվածաշնչյան երգ է։ Աշխարհի մարդիկ են գրել, բայց շատ լավ համապատասխանում է Աստծո։ Ասում է նա որփ է մեծացել։ Օրինակ մարդիկ կա սիրում են անգլուխ ձիավոր լինեն։ Չունենան գլուխ, սա ասեմ թանկագիններս Աստծուց չէ։ Սա Աստծուց չէ։ Որ մարդը ինչ ուզենա անա ու չուզենա որ իրան ինչ որ մեկը ուղղություն տա։ Ամեն թանկագիններս։ Հիմա շարունակություն կա սրա։ Քանի որ Տերը ում է խրատում, ում որ սիրում է եւ ծեծում է ամեն մեկի, որ ընդունում է որպես որդի։ Ում է Տերը ծեծում, ում որ ընդունում է որպես իրանը որդի։ Հիմա թանկագիններս ասեմ ես ձեզի։ Եթե դու ուզում ես Տիրոջից ընդունվածն ես, հնարավոր է որ Տիրոջ կողմից ծեծ ուտես։ Եթե նորից եմ կրկնում, դու ուզում ես ընդունվածն ես Տիրոջ կողմից որպես որդի, պատրաստ եղիր որ հնարավոր է ծեծ ուտես։ Հիմա հաջորդ բանը ասեմ, թանկագինես, Աստված երկնքից չի իջնելու է քեզի գավազանով ծեծի։ Աստված քեզի ուղղելի է, խրատելի է քո տնային խմբակի ավակի միջոցով։ Կամ էլ իմ միջոցով, որպես այս եկեղեցու ձեռնադրված հովիվ, օծված հովիվ։ Շատ ժամանակ, ժողովուրդ ջան, մի հատ կարևոր բան եմ ուզում ասեմ, շատ ժամանակ ուզեցել են երիտասարդը լինի, թե մեծել, ես ու թե իմին ուզեցել ենք խրատենք, ասել ենք չի ընդունա ինքը, միևնույն է չի ընդունում, ու տենց էլ չենք ասել, իմանալով այդ մարդու բնավորությունը։ Եվս ես մենք ուշ պետք է եթանք։ Թանկագիններս, եթե Աստված ընձի դրերա այս եկեղեցուն որպես հովիվ, ձեզի շտկելու, խրատելու, ուղղելու, խրատելու, հանդիմանելու, սաստելու, եթե մենք պետք է այդ իշխանությունը չունենանք ձեր վրա, պետք է վախենանք, վայ կնեղանանք,
Սիրելիներ, մենք չենք առաջ չենք շարժվելու։ Մենք մնալու ենք նույն տեղում։ Նորմալ է, եթե քեզի խրատեն հանդիմանեն, դու նեղվես, բայց աննորմալ է, եթե դու նեղանաս ու խռովես էթաս։ Սա աննորմալ է։ Այստեղ եք թանկագիններ։ Շատ ժամանակ ելերա որ մեր ազգականներից ասում եմ դու պետք է իրան ուղղել խրատել թեյվն են ասում են չես դու ասում իր աշկից գրնես եկեղեցու մասին չեմ խոսում ազգականների մասին եմ ասում բայց գիտեք թանկագիններս եթե դու սրտացավ մարդ ես տենում ես սխալը չես կարող պարտակ չխոսած չէ Այստեղ հարցը գիտեք որ մեկն է հարցը արդյոք այդ մարդը խրատ ընդունելու ընդունակ է Այսիան մարդկային որակը ով որ լսեք թանկագիններս ովքեր որ խրատը ընդունելու ընդունակությունն են այդ մարդիկ իմաստուն եւ խելացի մարդիկ են ամբողջ աշխարհի հիմքը սա է թանկագիններս ով որ խրատը ընդունում է նա փոխվում է ով որ խրատը չի ընդունում նա չի փոխվում նա այդ ձևել մնում է Եթե թանկագինս դու ուզում ես որ հասնես քո կոչմանը օրտնվածնես հաջողակնես դու պետք է խրատ ընդունես ու փոխվես դու ուրիշ տարբերակ չունես ասեմ ավելին թանկագինս երկնքից ասած չի իշտելու քեզի խրատի ասած քեզի խրատելի է մարդկանց միջոցով ու ես նորմալ եմ համարում այն մարդկանց որոնք որ ուզում են այն մարդուց խրատ ընդունեն որոնք որ օրինակելի մարդիկ են Որտեւ այսօր ստող մեկ էլ դառնում են խրատ տվող, մեկն էլ իրանց խրատը, իրանք խրատ են տալու։ Այս էլ մյուս այրայությունն է։ Հասկանում եք թանկագին։ Եթե ինչ որ մեկը դրվեր է քո վրա ավակ, ուրեմն ինքը այդ կշիռը ունի, որ դրվեր է քո վրա ավակ։ Դրա համար թանկագիններս ասում է հնազանդ եղեք ձեր ավակների։ Եվ նրանց խրատը ընդունեք, մի անարգեք։ Եթե սիրելիներս դու պատրաստ ես ընդունելու խրատ, դու առաջ կեթաս։ Ամեն, դու առաջ կեթաս, դու կփոխվես, դու օրտնված կլինես։ Դու օրտնված կլինես։ Մենք ասում ենք ինչի համար մեր կյանքում սենց, ինչի համար մեր կյանքում։ Լսի, դու անարգում ես խրատը, թանկագին ես, ու էլ ոչ ոք չի ուզում քո հետ շփվի, չի ուզում քեզի ուղղա, չի ուզում քո հետ շփվի, ինչ շփվի։ Սա հպարտություն է, ես ավելին ասեմ։ Եթե մարդը Իրանի ինքն է մենակ ճիշտ ու բոլորը սխալ են, սա հպարտություն է։ Այդ ձև մարդ չկա երկրի վրա։ Միակ ճշմարտությունը Հիսուս Քրիստոսն է։ Թանկագիններս պատրաստվեք, որ ձեր ավակները խրատելու են ձեզի։ Այնց այն ձևի մի վարք ցուցաբերեք, որ մենք տենանք ձեր սխալը թերությունը համարձակություն չունենանք զանգենք ասեն քուր ստեպիս էս տոնով չխոսիր համար այդ տոնով խոսալուց մի հոգի նեղացավ է չի գալու եկեղեցի Այնպես մի արեք որ ձեր հետ ես որպես հովի վախենալով շփվեմ Մեզի ազատ թողեք ես իմ բնավորության բռնակալ չեմ Իմ բնավորությամբ, իմ էությամբ բռնակալ չեմ սիրում մարդկանց պահել սենց ուղղակի ես սիրում եմ ամեն ինչը սիրո հիմքի վրա լինի ամեն թանկագիներս եթե սիրելներ ընտանիքում մեկը մյուսի խրատը չի ընդունում լսեք եթե աննորմալ ընտանիք է ամեն իսկ երկրի աշխարհի մոլորակի հիմքը ընտանիքն է ընտանիքը եկեղեցին չէ ընտանիքն է եկեղեցին էլ իր հերթին ընտանիք է չէ որ եկեղեցին էլ ընտանիքներից է բաղկացած ամեն թանկագիներս չեմ սիրում այն ընտանիքները որտեղ որ մի հատ խնդիր ալու մեկը մյուսին են մեղադրում
Ու սկսում են կամաց բորալ իրար վրա։ Ամեն թանկագիններս, շարունակություն կա այս խոսքի։ Ասում է, եթե խրատի համբերեք, Աստված ձեզի հետ որպես թե որդիների հետ պիտի վարվի։ Քանզի որ որդին է, նա, որի հայրը նրան չի պատժում, այդպես որդի չկա, որ պատիժ ընդունած չլինի իր հորից։ Համաձայն եք թե չէ։ Այդպես որդի չկա, որ պատիժ ընդունած չլինի։ Հիմա շարունակությունը 8-րդ խոսքը։ Իսկ եթե դու առանց խրատի լինեք, որուն ամենքը մասնակից եղան, իսկ արդեն Իսրայել ժողովրդին շեշտադրում արա, որին ամենքը մասնակից եղան, ուրեմն դուք խորթ եք եւ ոչ թե որդիներ։ Խորթ եք, որդի չեք։ Խորթը դա որդի չէ, թանկագինս, խորթը դա օտար է։ Ո՞վ է համաձայն։ Ասում է դուք խորթ եք եւ ոչ թե որդիներ։ Ամեն թանկագիններս։ Հիմա որոշում կայացնում եք, որ պատրաստ լինեք խրատի հանդիմանության։ Հա? Ձեն անեք։ Շարունակություն կա այս խոսքին։ Ասում նաև, տեսեք, որ ընտանիքի հետ համեմատում, նաև մարմնավոր հայրերից, որ մեզ կխրատեն, կպատկառինք։ Որ չափ ավելի պիտի հնազանդվենք հոգիների հորը ու ապրենք։ Այսինքն, եթե ուզում ես ապրես, դու պետք է հնազանդվես։ Ինչ է նշանակում հնազանդություն։ Ընդունել խրատը։ Եվ վերջ։ Քանի որ նրանք, որ քիչ օրեր մեզ կխրատեն, այսինքն մեր կենսաբանական հայրերը, իրենց հաճո երևցածի պես, բայց Աստված մեր օգտի համար, որպեսզի իր սրբությանը հաղորդակից լինենք։ Ինչի համար է Աստված խրատում, որպեսզի մենք սուրբ լինենք, թանկագիններս։ Ամեն։ Ահա։ Հիրավի 11-րդ խոսքն եմ կարդում։ Ամեն խրատ նույն ժամանակ ուրախարար չի թվում։ Այդպես բան չկա, Ժորժ ջան, որ զանգ են քեզի ասեն, օրինակ կամ դեմ դիմաց խոսան, ասեն, որ այս բան պետք է չանի, այդ պահին դու տրտմելու ես։ Չես ուրախանալու։ Որտեվ դու սխալ ես, օրե մարդիկ քեզի ուզում են ուղղեն ու պայտակ քո հպարտություն, վայ, ես էսի մալ սխալ արեց, վայ, ես սխալ։ Դուսի բոլորս սխալական ենք։ Մի նեղվի, որ դու սխալ ես արել։ Ծանդր նեղվի, բայց ծանդր մի տար։ Չեմ ասում ոչ էլ ուր խնալա պետք։ Երբ որ քեզի ուզում են ուղղեն, մի դիմադրի, քեզի չեն մեղադրու։ Մի ինքն արդարացումներ, մի փնտրի, էսի տիրոջ առաջ մի հատ բարկություն է բերում տիրոջ մեջ։ Հասկանում եք, եթե քեզի մարդիկ սրտացավությամբ ուզում են ուղղել ու դու քեզի ուզում ես արդարացնես, սենց օծնա, չէ։ Մի թանկագինս այդպես բան մի արա, դա տիրոջ բարկությունը բերում է, մարդիկ չեն գցում։ Մարդիկ ուզում են որպեսզի ուղղվես, որպեսզի բարձրանաս։ Ամեն։ Ասում է հիրավի ամեն խրատ նույն ժամանակ ուրախարար չի թվում։ Ապա տրտմարար, բայց հետո արդարության խաղաղության պտուղը կհատուցանի նրանով վարժվողներին։ Նայեք, հետաքրքիր բան ասում, արդարության խաղաղարար պտուղը կհատուցանի նրանով վարժվողներին։ Այսինքն մենք պիտի վարժվենք խրատի մեջ, թանկագինես, եւ դրա պտուղը կտենանք։ Երիտասարդ ջան, այս ձեր մի արա, ինձ ձև արա։ Քույր ջան, այս ձև մի արա, այն ձև արա, պատանի ջան, այս ձև մի արա, այն ձև արա։ Ես, սիրելիներ, չեմ ուզում մնալ առանց խրատի։ Ես, ու գիտեք իմ խրատ տվողն ով է։ Իմ հովիվը։ Եթե թանկագիններս, ես մի հատ սխալ կանեմ, կարակ զանգեք Երևան, ասեք մեր հովիվը սխալ անում, թող կան անցի խրատեն։ Թող հանձնաժողով կա Երևանից, խրատ անցի։ Ես պատրաստ եմ։
Բոլորս խրատի կարիք ունենք, այնպես չէ որ բոլորս մարդ ենք։ Ամեն մենք մեկս մյուսին խրատելով պետք է առաջ շարժվենք։ Ամեն։ Շո, անցնենք առաջ։ Եկեք բացենք 2 Կորինթացիս 18-ը։ Իսկ ինչ ժամանակ անցնել անցավ 2 Կորինթացիս 10։ Դուք օրտնվում եք այսօրվա խոսքից, հա? 2 Կորինթացիս 10-րդ գլուխ 8-րդ խոսքը։ Ինչ է ասում ստե Պողոսը։ Քանզի եթե ավելի էլ բարձենալու լինեմ, այն մեր իշխանության համար, որ Տերը մեզի տվավ։ Լսում եք ինչ ասում Պողոսը։ Մեր իշխանության համար, որ Տերը մեզի տվավ ձեզ շինելու եւ ոչ թե քանդելու համար, պիտի չամչնամ։ Այսինքն Տերը իշխանություն էր տվել Պողոսին, այդ ինչ իշխանություն էր։ Իրանը ձեռնադրե ուծել էին որպես առաքյալ հեթանոսների վրա։ Դա իշխանություն էր։ Պողոս առաքյալը հանկագինեց ֆռում էր քաղաքները, ու գիտեք ինչ էր անում, երեցներ երոցում։ Երեցներին իշխանություն էր տալու, որպես այդ երեցները հոտին ճիշտ ուղղությամբ տանեին, ուղղեին, խրատեին, սովորեցնեին, հորդորեին, ամեն մխիթարեին։ Ամեն թանկագիներս։ Հետաքրքիր մի բան եմ այս վերջին իմացել։ Դու գիտեք, որ եթե մեղվի փեթակում մայր մեղու չկա, այդ մեղուն սատկում է։ Այդ փեթակը վերանում է։ Գիտեք թե չէ։ Ասեմ ձեզ, նույնը եկեղեցում է։ Հիմա թանկագիներս նայեք, ես ուզում եմ այստեղ շինություն բառի վրա ուշադրություն դարձնենք։ Ասում է, ինձ իշխանություն ա տվել շինելու համար։ Ինչ է նշանակում շինել։ Նշանակում է օգնել հավատացյալներին աճել Քրիստոսի մեջ։ Ուղղել, ուսուցանել, քաջալերել եւ անհրաժեշտության դեպքում հանդիմանել։ Այսինքն թանկագինս ես որպես այս եկեղեցու հովիվ իրավունք ունեմ թանկագիներս ուղղելու, ուսուցանելու, քարոզելու անհրաժեշտության դեպքում հանդիմանելու։ Ամեն։ Եթե դու փոքրուց սովոր չես հանդիմանության խրատի, դու պետք է ուղղես քեզի։ Եթե սովոր չես։ Ամեն թանկագինս, բարի գալուստ երկնքի արքայություն։ Ամեն։ Եկեք բացենք հաջորդ տեղը, 2 Տիմոթեոս 4:2-ը։ 4-րդ գլուխ 2-րդ խոսքը։ Խոսքը քարոզ է, տես ինչ ասում Տիմոթեոսը, խոսքը քարոզիր։ Պողոս առաքյալը Տիմոթեոսին ասում Տիմոթեոսը ինքը երեց էր, մեծ եկեղեցու հովայել է երիտասարդ տարիքից։ Խոսքը քարոզ է, մտադրությամբ գործիք պարապե։ Ժամանակին եւ ժամանակից դուրս հանդիմանիր։ Լսում եք։ Սաստիր, հորդորիր, ամենաերկայնամտությամբ եւ վարդապետությամբ։ Սաստիր, հանդիմանիր ամենաերկայնամտությամբ եւ վարդապետությամբ։ Քանի որ երրորդ խոսքն էլ եմ ուզում կարդամ։ Ժամանակ պիտի գա, որ ողջամիտ վարդապետությանը պիտի չհամբերեն եւ հաճելի բաներ լսելու մարմանջով իրենց ցանկությունների համեմատ վարդապետություններ պիտի դիզեն։ Ասես մարդ տեսեք, վարդապետության շեղումներից եկեղեցուն պաշտպանելու համար ասում են սոստա հանդիմանա։ Վարդապետության։ Թանկագիններս։ Այնպես որ սիրելիներ մենք պետք է պատրաստ լինենք խրատի ամեն ինչ արա որ հարցը չհասնի տե։ Հիմա
Ինչ կլինի, եթե մենք հրաժարվենք մեր ավակների խրատներին հնազանդվելու։ Ինչ կլինի։ Եկեք բացենք Առակաց 12-ի 1։ Առակաց 12-րդ գլուխ առաջի խոսք։ Խրատ սիրողը գիտությունը կսիրե։ Կա մարդ, որ խրատը սիրում է։ Շատ լավ է։ Խրատ սիրողը գիտություն է սիրում։ Նայեք, եթե դու խրատը սիրում ես, նշանակում է դու գիտություն սիրող մարդ ես։ Բայց հանդիմանությունը ատողը ինչա գրված է։ Անխելք է։ Իմ թարգմանության մեջ գրվածը անմիտ է։ Chat GPT-ի տարբերակով նայեցի, գիտեք ինչա գրված, ասում անասուն է։ Աստե անխելք է, իմ թարգմանության մեջ անմիտ է։ Իսկ բնօրինակը գրուկա անասուն։ Անխելքը տերն են ասում։ Պատկերացրեցիք խրատը չընդունողը ինչ է հետ համեմատում Աստվածաշունչը։ Տեսնում եք, խրատը ընդունելու պատրաստակամությունը, լսում եք, իմաստության եւ խոնարհության նշան է։ Իմաստության եւ խոնարհության նշան։ Առակաց 3:18 եկեք նայենք։ Երեք 18 Ստե երևի ես ինչ-որ մի բան սխալ եմ գրել։ Լավ, եկեք Առակաց 29-ի 1-ը նայենք։ Առակաց 29-ի 1-ը։ Ասում է շատ անգամ հանդիմանված մարդը, լսում եք, երբ իր պարանոցը խստացնում է, այսինքն չփոխվում, չի ընդունում, հանկարծ պիտի կոտրվի եւ բժշկություն պիտի չգտնի։ Հանկարծ գրված է, հանկարծ պիտի կոտրվի ու բժշկություն չգտնի։ Ամեն Փառք Տիրոջը թանկագիներս։ Շատ տեղեր կարամ կարդամ, բայց այն ինչ որ պետք էր փոխանցել, ես էզի փոխանցեցի, ուզում եմ ավարտենք այս վերջի խոսքով, սիրելիներ։ Թող փառաբանության խումբը գա։ Թանկագիներս, եկեք ոտքի կանգնենք։